տաղավարում մեզ է միացել Հալեն Ղևոնդյանը, քաղաքագետ, բարի գալուստ, բարի վերադարձ նաև մեր եթեր։ Միանգամից եւ շատ ուղիղ հարցնելու եմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ԵԱՏՄ-ի մասին, ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է գուժել Փաշինյանը։ Առաջարկելու եմ լսենք նախ, տեսնենք թե ինչպես է դա եղել։ Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրեմը Հայաստանինն է, բայց այդ խնդրեմը Հայաստանին չի, դա ԵԱՏՄ խնդրեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Նման հայտարարությունները միտված են շտկելու Հայաստանի տնտեսական խնդիրները, որոնք վնասում են հազարավոր քաղաքացիների, թե նման հայտարարություններ այլ դիտավորություն եւ միտում ունեն։ Այս հայտարարությունը ունի շերտեր, ակնհայտ է, որ այսպիսի հայտարարությունը դա վատագույն արձագանքն է, որ կարելի է ձևակերպել, հատկապես այն process-ների արդյունքում, ինչի մեջ գտնվում ենք, հայտնի հեռախոսային խոսակցության արդյունքում եւ նաեւ արտաքին առևտրի հետ կապված այն խնդիրների պարագայում, ինչ որ Հայաստանը ունի։ Բնականաբար Հայաստանի տնտեսության տեսակարար կշռի այնպիսի ծավալի չի, որ ինքը կարողանա այդպիսի դերակատարություն ունենա կամ խոսի վերջի սկզբի նախաձեռնման մասին։ Իդեպ ասեմ, վերջի 5-7 տարվա մեջ Հայաստանը բացառիկ պետությունն է, որ ունեցել է մոտ առապես 300-ապատիկ մեծ շահույթ ԵԱՏՄ երկրներից մյուսների հետ կապված է, այսինքն հաշվարկը կա, ուղղակի մեթոդաբանությունը չասեմ, բնականաբար ԵԱՏՄ-ի հետ կապված որևէ խնդիրներ չեն լինի, իդեպ այն սահմանափակումները, որոնք ի հայտ են եկել այդ թվում նաև օբյեկտիվ եւ ինստիտուցիոնալ պատճառներով այդ շուկաներում արագ լրացվում են։ Իսկ դա նշանակում է, որ անփոխարինելիության սինդրոմը, որը ավելի շատ ներսի դաշտին է ուղղված, դա միֆ է բնականաբար եւ դա շատ տրամաբանական է։ Վերջնագրային էսպիսի տեքստերը ժպիտ են առաջացնում, բայց խնդիրը գիտեք որն է, ոչ թե որ մենք ասենք, այ գիտեք գործող իշխանության գործերը վատ չեն, հավատացեք Հայաստանի գործերը վատ են։ Ու էսպիսի թեզերը հանգեցնում են այն երկաշղթային, որը նախաձեռնվել է, հերթական կարևոր վատ հանգրվանին, որի տակից դեռ պետք է կարողանալ դուրս գալ։ Երբ որ մենք խոսում ենք քաղաքական, քաղաքակրթական, գեոպոլիտիկ թեմաներով, գյուղացին օրով ապրելու խնդիր է լուծում, բիզնեսը մեռնում է եւ այլն։ Եվ ասել որ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է, հասկանում եք ԵԱՏՄ-ում կան երկրներ, որոնց շատ փոքր շրջանների ընդհանուր ապրանքաշրջանառությունը բազմապատիկ մեծ է, քան ամբողջ Հայաստանի ՀՆԱ-ն։ Հետևաբար այսպիսի ձևակերպումներ անելը այլ խնդիր է լուծում բնականաբար ու ցավալիորեն սրում է նաև այն մնացած ԵԱՏՄ երկրների վերաբերմունքը, որ առանց այդ էլ առանձնապես լավ չէր Հայաստանի նկատմամբ։ Խնդիրը գիտեք որն է մակերեսային դատողությունների մակարդակը, ասեք լսել եմ որ ղազախների ու ռուսների հետ ինչ-որ խնդիրներ կան թեթևես կարգի բիզնեսի կամ Չինաստանն է ներգրաված կամ ասենք Qırğızstանում ինչ որ հարցեր կան, ենթադրում եմ որ ԵԱՏՄ-ում կան ինստիտուցիոնալ ճգնաժամեր, իհարկե չկա այդ ամեն ինչը։ Իսկ խնդիրներ միշտ են լինում։ Իսկ հետեւաբար այստեղ պոպուլիզմի եւ բնականաբար։ Թե ինչ որ, չգիտեմ, Ղազախի Qırğızի հետ ինչ որ պայմանավորվածություն ունի։ Ընդհանուր առմամբ կան որոշ մեծ կամ միջին դրամաչափի պետություններ, փոքր պետություններին էփում են, հետագայում այդ պետությունները զոհաբերվում են մեծ քաղաքականության։ Հնարավոր է, չգիտեմ, Էրդողանը բարեխոսի Նազարբայևի, Տոկաևի կամ Ժապարովի ու ասի տենց մի նեղիկ, որտեղ կա տարբերակ, որ այս վերջին նիստի ժամանակ տենց շատ խիստ բան չեն ընդունել, ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր, որտեղ Տոկաևն ու Ժապարովը խնդրել են տենց միանգամից չպատժել։ Հետաքրքիր է, չէ՞ թուրքական հենց այդ է ուզում ասել, իրավիճակը ինչ աստիճան է գլխի վայր փոխվել, որ թուրքախոս եւ թուրքական պետությունները Հայաստանի մասով իշխանություններ են ներկայացնում։ Մենք նաեւ հիշում ենք մինչև 18-ը տեղի ունեցած իրողությունները Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնավարման դարաշրջանում, երբ որ հակառակն էր տեղում, այդ պետությունները հանդիսանում էին Ադրբեջանի լոբիստներ։ Հիմա փաստորեն այդ պետությունները ինչ-որ չափով դարձել են Հայաստանի լոբիստներ, իհարկե Հայաստանի շահերից չելնելով, Հայաստանի գործող իշխանության շահերից ելնելով, հա։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք ազատ անկման մեջ ենք, արագացումներն են տարբեր, ինչ որ փուլերում արագացումներն են տարբեր։ Հիմա մենք արտաքին առևտրի սեգմենտի մեջ ենք, սուր հայտարարություններ կհնչեցվեն, դեպի ես
մի զգալի մասով նաև համակարծիքերի նախորդ հնչեցված մոտեցումների մասով, հա, այդ ընդհանուր առմամբ Հայաստանը որոշել է այն, որ մենք ասում ենք սուբյեկտայնություն չունի, դառնալ միջոց, մեկ կամ մի քանի միջին կամ մեծ դրամաչափի խաղացողների կողմից օգտագործվելիք Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռուսների վերաբերմունքը մեր նկատմամբ պատշաճ չի եղել ուշադրության տեսանկյունից, այսինքն կարևորման տեսանկյունից չեն կարծել, որ այն խնդիրները, որոնք այստեղի հայտ են գալիս կամ էֆում են, դրանք այդ չափ ուշադրության արժանի են, հասկանալի պատճառով, որ իրենք ունեն Ուկրաինայում 55 պետության դեմ այսպես ինստիտուցիոնալ պատերազմի վիճակ, որը ամենատարբեր գեոպոլիտիկ առևտուրների արդյունք է հանդիսանում։ Գործող վարչապետը իր ծառայություններն ամատուցում տարբեր ընդ որում շերտերին, դեպի դուք ասում եք, ասենք օրինակ Տոկաևի մասին, շատ հետաքրքիր էր, չէ՞, հիշում եք, Հայաստանի գործող վարչապետը ստացավ Ղազախստանի ամենաբարձր պատվոնշանը, հետաքրքիր է, չէ՞, ինչ ծառայության համար, Թրիպի հետ էր կապված, Արցախի հետ էր կապված, ինչի հետ էր կապված, կամ համաթուրքականության հետ, Դուգայի հետ էր կապված։ Այսինքն մենք ունենք մեծ գեոպոլիտիկ խաղ, ակտիվ առևտրի էլեմենտներով, ակտիվ, այսպես կենցաղային բառապաշարում քաղաքական մուտիլովկաների ներդրմամբ, այսպես պոպուլիստական եւ քարոզչական թեզեր դաշտեր գցելու առումով, որի արդյունքում փոքր կենսունակություն ունեցող MC պետությունը, ինչպեսին օրինակ Հայաստանն է, կարող են շատ լրջագույն խնդիրներ ունենալ, այսինքն լրջագույն խնդիրներ են ասում, որ վերջում կարող է ստացվի այնպես, որ այս ամեն ինչը միգուցե պլանավորված էր, այս հակադրությունը Ռուսաստանի հետ պլանավորված էր, վերջում էլ ինչ կդնեն սեղանին, կստորագրվի եւ այսպես ես վատագույն սցենարն եմ ասում։ Ինչ կար, ինչ վնաս կարա տա Փաշինյանը ԵԱՏՄ-ին։ Ինչ դեմարշ կարող է անել։ Նայեք, Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականության ժամանակ Հայաստանը միջնորդ երկիր էր, ապրանքների մուտքի ելքի հետ կապված, այդ հանգամանքը միշտ էլ այսպես օգտագործել են, իդեպ դա նաև օգտագործել են քարոզչական իմաստով հայ-ռուսական ապրանքաշրջանառություն թեզի հիմնավորումների տեսանկյունից, այդպիսի բան չի եղել վերջին 5 տարվա մեջ։ Հիմա երկու անգամ մոտավորապես նվազել է, այսինքն Ռուսաստանի կախվածությունը Հայաստանից մուտքերի մասով էականորեն նվազել է, հետևաբար գործիքականում չկա։ Ռազմաքաղաքական իմաստով ակնհայտ է, որ 102-րդ ռազմաբազայի այսպես հանգամանքն է եւ արտաքին հետախուզական ծառայության վերջի այդ հանրայնացված այսպես տեքստը, ռելիզը ամենևին այսպես անհիմն բնականաբար չէ, դա քարոզչական չէ, դա հիմնավորումներով էր եւ այդ միտումը մենք հստակ տեսնում ենք։ Կոնսենսիոն կառավարման առանձին տնտեսական օբյեկտների հետ կապված կարող են խնդիրներ առաջացվել, փորձելու գտնել մեկ այլ ընտրանքներ, հա, այսինքն այն թեզերը, որ մեզ պետք են այնպիսի երկրներ, որոնք աշխարհի տարբեր երկրների հետ սանկցիաների հարաբերությունների մեջ չեն, ասենք Կատարի անունն էին տվել, չգիտեմ, կամ հեծի հետ կապված նոր, ասենք կարող են վաճառել, չէ՞, հեծը։ Այստեղ խնդիրն է, որ օրենք Հայաստանում չկա, եւ այդ օրենքը նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից չկա, այսինքն արբիտրաժի որոշում կա, Հայաստանի ղեկավար իշխանությունը չի իրականացնում։ Այսինքն մենք ունենք գերավտորիտարիզացիայի գնացող իշխանություն, որը ունի ակնհայտորեն լեգիտիմության հետ կապված մեղմացած խնդիրներ եւ ունենք սոցիալ-տնտեսական գնալով վատթարացող իրավիճակ եւ ունենալու ենք արտաքին աջակցիչների հավելյալ փնտրտուք գործող իշխանության կողմից։ Իսկն ինքը անընդհատ ինչ-որ բաներ է խոստանալու եւ Հայաստանը փաստացիորեն այս պահի դրությամբ գտնվում է արտաքին կառավարման ներքո, ընդ որում տարբեր ուժային բևեռների, տարբեր մայրաքաղաքների կողմից տարբեր մակարդակներով։ Մեր մասով խոսում են Մոսկվան եւ Բաքուն, մեր մասով խոսում են Բրյուսելն ու Բաքուն, մեր մասով խոսում են Անկարան եւ Բաքուն եւ այլն։ Հետո որոշումները, առաջարկները կամ հրահանգները իջեցնում են։ Մի մասը կատարվում է, մի մասը չի ստացվում ինչ-որ հանգամանքների զոր։ Օրինակ կա երկու կարևոր այսպես հանգրվան, չէ՞, դա երկու հանրաքվեներն են։ Ռուսաստանը ասում է, այո, աշխարհը գնում է առճակատման եւ իմ դեմ են դուրս գալիս։ Եվրամիությունը դադարել է լինել տնտեսական քաղաքական միավոր, ինքը դարձել է, ինքը տրանսֆորմացվում է ռազմաքաղաքականի։ Ինչի է դառնում, որտեղ ՆԱՏՕ-ում կա Միացյալ Նահանգները, ինքը ունի այնտեղ շատ չդետալիզացնեմ, ինչի ՆԱՏՕ-ի մասին չեմ խոսում, եմ խոսում Եվրամիության մասին։ Իսկ Գերմանիան, Ֆրանսիան, մյուսները իրենց ռազմական ծախսերը կրկնապատկում են։ Ավելին ասեմ, Լեհաստանը բազմապատկում է ամենաշատը մեծ հաշվով։ Ընդհանրում Լեհաստանի օրակարգը միշտ չի որ Ռուսաստանն լինի։ Իսկ ով ասեց, որ Լեհաստանի աչքը արևմտյան Ուկրաինայի վրա չի։ Այսինքն այնտեղ Ուկրաինայում կարող է երկու ճակատ բացի, ես ուղղակի մի քիչ առաջ ընկա, հա։ Հիմա դու գնում ես Եվրամիության հետ օրակարգ ես զարգացնում, բայց ուզում ես իմ տնտեսական դաշտում լինես, իհարկե այդպես չի։ ԵԱՏՄ-ն դա նաև քաղաքական կառույց է, իհարկե, եւ բնականաբար։ Հիմա
Մյուս հանրաքվեն դա Ադրբեջանի կողմից պարտադրված հանրաքվեն է կապված անկախության հռչակագրի սահմանադրության փոփոխության եւ այլնի հետ, որը Հայաստանի համար միջազգային իրավունքի տեսանկյունից այդ թվում նաեւ գոյաբանական ծուղակներ է ստեղծելու։ Այսինքն այդ հանրաքվեն եթե իրականություն դառնա, եթե Հայաստանում նու պայմանականորեն հավանաբար եթե կեղծվեն Հայաստանը այո ասի սահմանադրական փոփոխությանը, Հայաստան պետության գոյությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ընկնում է մեծ կասկածի տակ եւ մեծ հարցականի տակ, որտեղ սկսում են գործել նախորդ այսպես իրավական փաթեթներն ու փաստաթղթերը, իսկ դրանք ոչ այդքան մրցակցային են անկախ Հայաստանի գոյության հեռանկարի տեսանկյունից։ Ոնց տեսեք, իրավիճակը մի քիչ հիշեցնում է այն շատ ավելի փոքր բանով, ինչ կատարում էր Արցախում, հա, ես մի անգամ ունի ջղայնացա, գրեցի, որ այս շապիտոն թարգեք էլի ներքին ինչ-որ բան, գավառական, հա, շուստրություններ, փորձել խաղացնել այնտեղ ամերիկացիներին, ռուսներին եւ այլն, մենք հիշում ենք, չգիտեմ, պայմանավորում ինչ-որ տեղ գնալ, հետո խաղաղապահները իմանում են, որ ինչ-որ sense բան է իրաց մեջ կհետևից եղել, այսինքն ինչ-որ գավառական խաղեր էր, հիմա մոտարապես նույնը այստեղ է կատարվում։ Հույսը ինչի վրա է, ես դա եմ ուզում հասկանամ, էլի հասկանում ենք, որ 301 թվին լավ բան ենք արել, հաստատ միջևա նայումա բան անում, պահում է, էլի։ Այս շուստրության բանը որն է, ինչ որ մի բան կփոխվի, չգիտեմ, Ռուսաստանում իրավիճակ կփոխվի, Չինաստանում իրավիճակ կփոխվի, Ամերիկա, ինչի վրա է հույսը դրել Փաշինյանը, թե ուղղակի աչքերը փակել է եւ ասել է ինչ լինի, էլի։ Չիլնի։ Գիտեք, երբեմն Դուք բարդ հարց տվեցիք, հենց այդ բարդ հարց տվեցիք տրամաբանություն գտնելու տեսանկյունից, որովհետև այստեղ ավելի շատ կոնյունկտուրային եւ օպերատիվ, այսպես կարճաժամկետ ինչ որ խուսանավումներ են, սոցիալական կողքն մարդիկ կան, չէ, որոնք չեմ կարող ասել թե միազնյա է կառավարում, հա, բայց ինչ որ խումբ կա, չէ, որը պետք է այդ ամեն ինչը հաշվարկի հասկանա այդ։ Նայեք, ես բնականաբար լսում եմ, հետևում եմ իր տեքստերին։ Ինքը ասում է հետևյալը, մենք պետք է ունենանք այլ ընտրանքներ։ Ես համաձայն եմ, մենք պետք է ունենանք այլ ընտրանքներ, որտեղ աշխարհը փոխվում է եւ մենք պետք է վերաապահովագրված լինենք։ Բայց եթե դու այլ ընտրանքներ ես փնտրում երկու արժանատող ճամբարների միջև, իսկ դրա լեգիտիմությունն ու հիմնավորումը չես կարող գրես ռուսներին կամ ասենք պայմանական Չինաստանին հիմնավորես ինչ ես Հնդկաստանից զենք առել։ Այնքան աբսուրդային ասում եմ մենք բանը Հնդկաստանի, Չինաստանի հետ լավ ենք եւ այլ դուք հասկանում եք, այս գեոպոլիտիկայի մասին պատկերացում չկա այս պարագայում։ Ես ոնց տրամաբանության դիրքերից եմ։ Այո, Արցախյան մոդելը, որ դուք ներկայացրեցիք, մի շարք էլեմենտների դետալների մասով կարելի է պրոյեկտել, օրինակ որ չէր կարելի նախագահի հրաժարական։ Ակնհայտ է որ նոր նախագահ չի ստեղծվի եւ այլն։ Փոքրիկ խոստումներ, փոքրիկ զիջումներ, մինչև դժվարանա այդ հարցի պատասխանը տրամաբանության տեսանկյունից։ Հանձնարարականները, որոնք իջել են, ինչ որ չափով կարողանում անի, ինչ որ չափով չի կարողանում անի, Ռուսաստանի դեմ աշխատանքի հիմնավորումները մասամբ կարողանում անում, մասամբ չի կարողանում անի, եւ իհարկե ներսում ուժեղացնում է ուժային ռեսուրսները, որ կարողանա դիմանալ։ Ակնհայտ է։ Ես շատ ավելի հոռետես եմ։ Ես կարծում եմ, որ գալու է կոշտ ընտրության ժամանակը եւ եվրո չինովնիկներն էլ պայմաններ են ստեղծում, որ ընտրության ժամանակ, բայց այլ ընտրանք չեն տրամադրում։ Ինքն էլ այդ տեսնում։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Ես չեմ բացառում, որ վերջում ինքը, այսպես ասի, չէ, պաստորեն մեզ բոլորին խաբեցին եւ այլն, ճիշտ է, այս ուղին է, ես ամենևին չեմ բացառում։ Այո, ես դա էլ չեմ բացառում ամենևին իր պարագայում հատկապես։ Մյուս կողմից է փոքր պետությունները մեծ միջակայք չունեն ամպլիտուդ խուսանավման։ Ռեսուրսը այնպեսին չի, քո ռեսուրսը Սյունիքն է։ Սյունիքի մասով արդեն կիսագորոշումը կա։ Այստեղ պետքա մի շարք, այսպես դերակատարներ բերես թեմայի մեջ մտցնես, բայց արդյոք իրենք առանձին որոշում չեն կայացնի, հետո քեզ տեղյակ կպայեն։ Այդ չսուբյեկտայնության արդյունքն է, որը մենք մինչև 18 թվականը մենք ունեցել ենք սուբյեկտայնության բազմաթիվ հատկանիշներ։ Դրանից հետո ունեցանք ազատանկում, Արցախի հանձնման արդյունքում, իսկ հիմա բնականաբար Սյունիքն է։ Այո, օրակարգը հայաստանյան օրակարգ, հայաստանյան գոյության օրակարգ է։ Փափուկ գործիքները այստեղ աշխատում են, շատ լավ են աշխատում։ Մարդկանց այն թմբիրը, որ ֆունդամենտալ կա, այսօր կա, բայց խնդիրը այն է, որ այդ ամեն ինչը շատ կոշտ է լինելու։ Էլ որևէ մեկը ոչ մեկի նազի դուզը չի նայելու։ Կոշտ են խաղալու, հստակ գծեր են սահմանելու, ով ում հետ է, հասկանալով, որ ընդհանուր մրցակցային հետում նաև այսպես բախման հավանականությունը էականորեն մեծ է, այդ թվում ավելի բարձր, քան 20-րդ դարի 60-ականների սկզբի առճակատում Արևմուտք Ռուսաստան։ Միանում ենք Ռուսաստան, Հայկին Խալաթյան, Հայկ։ Ողջունում եմ։
Այսպիսի հարց ես մի փոքր կուզենամ Իրանի հետ կապված հարց տամ։ Մենք տեսնում ենք այս նոր էսկալացիան, ԱՄՆ-Իրան հակամարտություն, հարվածները Իրանի բոլոր այն երկրներն, որտեղ ինֆրաստրուկտուրան է գտնվում ամերիկյան տարածաշրջանում, Իրանի դիրքորոշումը կապված նույն տրիպի հետ, այս պայմաններում հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացված այդ գործընթացը տրիպի հետ կապված, հեռանկարներ այս նախագծի եւ արդյոք կիրականանա ամբողջ ծավալով ինչ նախատեսում էին Երևանը եւ Վաշինգտոնը, թե այս զարգացումները Մեծավոր Արևելքում կարող են անդրադառնալ այս ծրագրի իրականացման վրա։ Հարցի համար ես թերահավատ եմ ծրագրի լիարժեք ու ամբողջական փաթեթով իրականացման մասով, հա, եւ կարծում եմ, որ խնդիրը այսպես նոր մակարդակ է տեղափոխվել եւ այդ խնդիրը ավելի շատ այսպես Իրանի նոր գեոպոլիտիկ բովանդակության հետ է առերեսվելու, այսինքն մինչև պատերազմի Իրանը եւ ներկայիս Իրանը իրանք գեոպոլիտիկ ազդեցության առումով թե մակրոռեգիոնալ թե գլոբալ էականորեն իրարից տարբերվող պետություններ, այդ ունև էլիտայի մասով էլ եւ այլն։ Իրանը շատ ավելի պատրաստված է հիմա, Իրանը կարողանում է շատ ավելի թիրախային խնդիրներ լուծել, շատ հետաքրքիր օրինաչափություն է ձևավորել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ եւ ԱՄՆ-Իրան պատերազմ։ Երկուսի պարագայում էլ ակնհայտ հաջողություններ դեռևս տեսանելի չէ։ Ռուսաստանի պարագայում մոբիլիզացիան քիչ է, փորձում են քիչ ռեսուրսով շատ խնդիր լուծել, ԱՄՆ-ն Իրանի պարագայում չի կարողանում խնդիր լուծել։ Եթե նախկինում 15 ժամ էր պետք օրինակ հակահարվածի համար, հիմա կես ժամ հետո խիստ թիրախային են հարվածում, հա։ Այս առումով Իրանի դերակատարումը մեծացել է։ Մյուս կողմից պատերազմի ժամանակ էլ այդ պայմանագրերին որևէ մեկը ուշադրություն չի դարձնում։ Այսինքն ով ինչ կորոշի եւ այլն, Իրանը ասում է ես մասնաբաժին ունեմ ռեգիոնում, իմ համար անընդունելի է, պետք է հաշվի նստեք իմ հետ։ Հետևաբար կարծում եմ նոր առևտուրներ կլինեն ու Իրանի դերակատարումն ու այսպես կշիռը դրա հիմնավորումներից մեկն է, եթե իրանք չգնան գլոբալ տոտալ պատերազմի Իրանի հետ։ Արցախում պատերազմից հետո թուրքերն էին ասում տարածաշրջանում նոր իրողություններ են հաստատել, բոլորը պիտի հաշվի նստեն։ Հիմա կարող է նույնն ասել Իրանը, որ հիմա տարածաշրջանում նոր իրողություններ է հաստատել ու բոլորը պիտի հաշվի նստեն, հաշվի առնելով Իրանի դիմադրությունը Սյունիքում թուրքերի պլաններին եւ ոչ միայն թուրքերի, եւ կարող է Հայաստանը հույսը դնել իրանական դիմադրության վրա։ Հայաստանը պետք է առհասարակ հույսը դնի խելամտության, խոհեմության, ռացիոնալիզմի եւ տրամաբանության վրա եւ իրավիճակը սառը գնահատել առանց մաքսիմալիզմի, բայց երբ որ ես ասում եմ Հայաստանը, ես չգիտեմ ում մասին եմ խոսում, անկեղծ։ Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը մակրոռեգիոնալ ամենաազդեցիկ դերակատարն է դարձել։ Այսինքն Իրանը խնդիրներ է լուծում ամբողջ մեծ մերձավոր արևելքում։ Զսպել Թուրքիային Իրանը։ Ես ասեմ, այստեղ Իրան-Թուրքիա հարաբերությունը շատ հետաքրքիր սիրախաղի process-ում են, հա, եւ դա արևելքին շատ բնորոշ է եւ հասկանալի է այն 3+, այսպես Էրդողանի ֆորմատը, չէ, 3+3, չէ, փաստացիորեն գեոպոլիտիկան գալիս է այդ ֆորմատը իրացնելու։ Այսինքն առաջին ասում է, այ գիտեք, թուրքերը թույլ չտվեցի, որ քրդերը մտնեն, այսպիսի անկարգություններ են։ Ժեստեր են անում։ Ակնհայտ է, որ իրար մրցակիցներ են։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում, որ Իրանը բաժանվի, որտեղ դա իր համար մեծ խնդրեմ է լինելու, հա, դրանից բխող հետևանքներով։ Այո, Էրդողանը խելամիտ, ռացիոնալ գործիչ է եւ փորձում է առավելագույնը, այսպես քամի ԱՄՆ-ից էլ, ինքնաթիռների մասով էլ, ամեն մասով էլ, բայց իրենք են ասֆալտի վրա տերերը մեծ հաշվով, հա։ Պատերազմը վերջի ցույց տվեց, որ Իրանի ազդեցությունն ու դերակատարումը բազմապատիկ ավել է արաբական աշխարհի վրա, քան սպասելի էր։ Իրանը կարողանում է սկզբունքային մոտեցում ցուցաբերի, մենք այստեղ ինչ որ էմոցիոնալ ռոմանտիզմի դաշտում չենք։ Մենք տեսնում ենք Իրանը ոնց է թիրախավորում ամերիկյան ռազմաբազաները ու կոնկրետ թիրախային հարվածում է։ Իսկ դա արդեն հայտ է։ Այսինքն սեփական շահերը ապահովելու հետ։ Խնդիրը այդտեղ չի լավը թե վատը։ Մենք որևէ մեկի կողմից չենք կարող լինել մեծերի կռվի մեջ։ Այ մեր խնդիրը նրանում է, որ Հայաստանի գործող վարչապետը մեզ բերեց գեոպոլիտիկ այդ անարխիայի մեջ մցրեց, ասես բոլորը եկեք Սյունիքում իրար հետ հարցեր պարզեք։ Այ հենց դրանով դու դառնում ես չսուբյեկտ։ Ինքը այն հույսով էր, որ այ քանի որ ես այդ ամեն ինչը կանեմ, ես կմնամ։ Իր համար իհարկե մենք բոլորս էլ գիտենք, որ իշխանության մնալն է գերնպատակ, իսկ թուրքերն ու Իրանը հետագայում ինչ-որ որոշումներ իհարկե կկայացեն, եթե այդ տոտալ պատերազմը չնախաձեռնվի, որովհետև այնուամենայնիվ Ադրբեջանը էականորեն է զինվում։
շատ ինտենսիվ է զինվում եւ ճակատենից մեկը ես ամենևին չեմ բացառում։ Աստված մի արասը, ես այդ նաեւ ձեր հարթակում եմ ասել, թե Իրանի շուրջ ռազմական ցամաքային գործողություններ լինեն, ոչ մեկի չի նայելու դեռ ինչ կա, չկա եւ այլն։ Միակ թիրախը, որ հավանաբար չեն հարվածի, դա մեծամորն է լինելու։ Որտեվ դա ռեգիոնալ խնդիր է լինի եւ անվրայսկելի իսկ մնացածը արդեն ով ոնց կհասցնի, այդ թվում նաեւ Սյունիքը ումը կդառնա, հա։ Ու երբ որ հաճախ եվրոպացիները ասում են այդ 102-րդ ռազմաբազայի հետ կապված իրական ռեալ պոլիտիկի դաշտում մտածող մարդիկ թեթև ժպտում են, էլի, որովհետև փոքր պետությունները միշտ գտնվում են ինչ-որ ազդեցության զոնաներում։ Ինչքան էլ աղմուկ լինի, քարոզչություն լինի, այդպիսի ԵԱՏՄ-ն կբրծնի եւ այլն, այդ ամեն ինչը այնուամենայնիվ ժպիտ առաջացնում, որովհետև իրենց մասշտաբը շատ այլ է, Իրանի մասշտաբը շատ այլ է, Թուրքիայի մասշտաբը շատ այլ է։ Այստեղ իհարկե Ալիևի հետաքրքիր պահվածքն է, մի մաչոյականության մեջ է մտել ուժեղ տղայի, բայց ինքը դոզան հավանաբար պետք է իջեցնի, որտեղ իր մասով էլ կան պլաններ, էլի։ Բայց մենք դրա վրա չպետք է ուրախանանք, որտեղ մենք պիտի հասկանանք, թե մենք այս փորձանքի մեջից ոնց ենք դուրս։ Մեր փորձանքների մասին եւ վերջին հարցը այս հարցազրույցի Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ է Մոսկվայում եւ ոչ միայն, նաեւ Չինաստանում սրա մասին տարբեր էքսպերտներ մեր տաղավարում, մեր եթերում բարբերաբար խոսում են։ Ուզում եմ հարցնել եւ ինչ է սա նշանակում Փաշինյանի լեգիտիմության ճգնաժամը։ Սա խնդիր է Փաշինյանի համար, թե սա հնարավորություն է Հայաստանի համար, ինչ է ընդհանրապես նշանակում այս լեգիտիմության ճգնաժամը ամենապարզ բառերով։ Ավելացնեմ անի, ասենք կճանաչեն։ Այ հենց այդ է հարցը, ես ֆորմալ ձևակերպումների հետևից չեմ գնա, բոլորին հետաքրքիր է եւ բոլորի համար կարեւոր է որ Հայաստանը թույլ լինի, որ Հայաստանի վարչապետը լինի ոչ լեգիտիմ ղեկավարներից կարելի է ահագին բան վերցնել։ Ու կապ չունի։ Ախր աշխարհը մրցակցային անարխիայի մեջ է, դա Պելոպոնեսյան պատերազմներից գոյություն ունեցող ճշմարտություն է։ Հիմա եթե կարող են ասել, այ հարգելիս, դու լեգիտիմ չես, ու պետքա զիջես, դու լեգիտիմ չես, զիջես, հետո վերջում կասեն լավ, լեգիտիմ ես այսօրվանից, այլ բան տակը մնացած չի լինի։ Ու կապ չունի Մոսկվան, Բրյուսելն, Վաշինգտոնն, Թեհրանն, Անկարան, կարևոր չի։ Ավելին իրաց ձեռնտու է որ գործող վարչապետը չլեգիտիմ լինի, որովհետև իրենք իրենց գեոպոլիտիկ շահերի սպասարկման տեսանկյունից բավական մեծ աջակցություն կարող են ստանալ ու սա էլ գնալու է դրա։ Շատ տրամաբանական արդյունքում Հայաստան պետության ազգային շահն է ոտնահարել։